Բարի լույս սիրելիներս, Հայր Աստծուց և մեր Տեր Հիսուս Քրիստոսից, Հոր Որդուց, շնորհ, ողորմություն, խաղաղություն ձեզ ճշմարտությամբ և սիրով։ Սիրելիներս, Հովհաննես առաքյալն այստեղ 3 կարևոր բառ է օգտագործում՝ շնորհ, ողորմություն, խաղաղություն, որ մարդը կարող է ունենալ միայն Հայր Աստծուց և նրա Որդուց, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսից, և սրանք էլ պիտի լինեն անպայման ճշմարտությամբ և սիրով։ Ինչ է նշանակում շնորհ։ Շնորհը Աստծո բարի կամքն է, Աստծո բարությունն է մեզ վրա։ Եթե Աստված մեզ շնորհ չանի, Աստված իր շնորհը մեր վրա չթափի, մենք չենք կարող։ Մենք այս պահին գտնվում ենք շնորհի տակ։ Մինչ այդ, մինչև Հիսուս Քրիստոս, մարդը օրենքի տակ էր, օրենքի կարգերն ու կանոնները պիտի պահեր, որպեսզի կարողանար փրկվել։ Բայց Աստված իր Որդով մեզ շնորհ արեց, իր բարությունը մեզ բացեց, որպեսզի մենք կարողանանք փրկություն գտնել։ Ողորմություն սիրելիներ նշանակում է ներել, մաքրել և հաշտվել։ Աստված իր ողորմությամբ մեզ փրկում է։ Եթե Աստված իր ողորմությունը մեր վրա չթափի, իր ողորմությամբ մեզ չների, չմաքրի, չհաշտվի, մենք երբեք չենք կարող փրկություն ունենալ։ Եվ դա ամենամեծ պարգևն է մարդուն, որ Աստված ողորմություն է արժանացել։ Դրա համար մենք ամեն անգամ ասում ենք Տեր ողորմի, այսինքն հաշտվիր, ներիր, մաքրիր մեզ, որովհետև մենք քեզ ենք պատկանում, քեզանից ենք եկել, քեզ համար ենք ապրում և նորից պիտի վերադառնանք քեզ մոտ։ Եվ վերջապես խաղաղություն։ Ամեն ինչից շատ աշխարհում մարդը խաղաղության կարիք ունի, բայց խաղաղությունը սկսվում է մարդու ներսից, որը հաստատվեց խաչի վրա, երբ Աստված իր Որդիով մեզ ներեց։ Առանց այդ խաղաղության հնարավոր չէ ապրել այս աշխարհի մեջ։ Դրա համար Հիսուսը ասում է. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, որ այս աշխարհից չէ և այս աշխարհը չի կարող տալ ձեզ»։ Եթե մենք խաղաղություն չունենանք, որ գալիս է մեր ներսից և հաստատված է Քրիստոսով, մենք նախ պիտի վախենանք և մեր սրտերն էլ պիտի երկյուղ կրեն։ Նշանակում է, եթե դու ինչ-որ բանից վախում ես այս աշխարհի մեջ և վախով ես ապրում, ուրեմն այդ խաղաղությունը չունես, որ հոգևոր է, հավիտենական է և Հիսուսից եկող է։ Եվ այս 3-ը ասում է թող լինի ձեզ ճշմարտությամբ և սիրով։ Եվ այս 3-ի մեջ ապրելու համար նախ դու պետք է ճշմարտությունը ճանաչես, Հիսուս Քրիստոսին ունենաս և վերջապես սիրով այս ամենի մեջ հարատևել։ Այսօր շատ դժվար է որևէ բանի մեջ երկար ժամանակ հարատևել, որովհետև շատ շուտ ենք հոգնում թե մարդկանցից, թե միջավայրից, թե մեր բնակության վայրից, որովհետև ամեն տեղ մենք այս 3-ն ենք փնտրում՝ շնորհը, ողորմությունը, խաղաղությունը, բայց քանի որ այսօր այդ ամենը շինծու է դարձել մեր կյանքի մեջ, եւ մարդիկ միայն խոսում են դրանից, բայց դրանց կրողը չեն, խոսում են, բայց այդ ամենից վախենում են ու հեռու են փախչում, մենք ամեն օր դրա պակասը պիտի ունենանք։ Ինչու՞, որովհետև ճշմարտությունը Հիսուս Քրիստոս փնտրված չէ մեր կյանքի մեջ։ Մենք նրա անունը կանչում ենք, նրա անունով խոսում ենք, բայց նրա հետ երբեք ճանապարհ չենք գնում։ Եվ այն սիրով, որ նա մեզ սիրում է, այդ սիրով մենք նրան չենք պատասխանում։ Իսկ եթե պատասխանենք, Տերն անպայման իր շնորհին, ողորմության ու խաղաղությանը մեզ հաղորդակից կդարձնի։